Բարի օր, ռադիոլսող բարեկամներ։ Հանրային ռադիոյի եթերում Գիրք ճանապարհի հաղորդաշարն է։ Այսօր մեր ճանապարհին ժամանակակից ստեղծագործող Ռազմիկ Գրիգորյանն է։ Նա կանգնեց լուռ։ Ձեռքին տոպրակ չկար։ Քաղցրավենիքի փոխարեն հրաժեշտ էր բերել։ Լռությունը ձգվեց երկար, ուր ձանձրույթ չկար։ Այդ օրվա համբույրը ուրիշ գույն ուներ։ Այլ էին ձեռքերը, դեմքը, գկվանքը։ Ասես կանգնած էինք երկու տարբեր աշխարհների սահմանագլխին։ Եվ աշնանթաց իրիկվա մեջ ապակուցներս էին կաթում հրաժեշտի վերջին վայրկյանները։ Երևի մայրիկին առանձին ասելիք ունեիր, որ ինձ ծխախոտի ուղարկեցիր։ Ձեռքերից ջերմությունը զգացի վերջին անգամ, երբ ծխախոտի տուփը վերցրեցիր ձեռքիցս։ Գնացիր։ Ձեռքերս պարզեցի ետևիցդ, որ այդպես էլ քեզ չհասան։ Ետ չնայեցիր, արցունքներդ չտեսանք։ Չգիտեի, որ մեր հաջորդ հանդիպումները լինելու են երազներում արդեն, ձեռքերդ, գկվանքդ, համբույրներդ։ Ամեն երեկո բերածդ քաղցրավենիքի համը զգալու եմ մտովի, անկողնուս մեջ։ Քեզ հետ խոսելու ամենից լավ ժամանակը գիշերն է դարձել։ Այդպես էլ չհասկացա։ Քեզանից հետո մայրիկն ինչպես իր մեջ մեկտեղեց հայր լինել եւ մայր։ Գուցե դրանով է կինն առեղծվածային։ Տարիներ հետո պետք է գիտակցեի, որ քո հաղթանակի համար պայքարում էր մայրիկը նաև։ Կաթիլները թափվում էին զինվորական համազգեստի տոծիքին։ Ճակատիդ վիրակապից ջուրը ծորում էր ներքև։ Քեզ համար միևնույն էր արդեն անձրև, թե արև, գիշեր, թե ցերեկ։ Քո բաժին աշխարհը ծրարել տանում է իր հետդ։ Այդ օրը վերջին անգամ քո ծանրությունը իրենց ուսերին տարան բոլորը, բայց ոչ ես։ Ընկերներիցդ մեկը կռացավ, արցունքն աչքերին լուր ինձ կրծքին սեղմեց, մաշված հագուստի տակ, դողացող մարմնում, ու ձեռքին փաթաթած վիրակապից երևացող արյան մեջ տեսա պատերազմը, հասկացա գալդ որտեղից է։ Տարիներ անց եռաբլուր բարձրացող զինվորական քայքիս պահին պիտի գիտակցեի, որ գնալուցդ առաջ ինձ էր թողել սեփական երկրի աչքերին հպարտորեն նայելու պատիվը։ Մի օր դասերս սովորած կլինեմ, կխնդրեմ մայրիկին, որ թույլ տա դրսում խաղալու։ Հին հեծանիվովս կչափչփեմ փողոցները, սարերից կգլորվի մութը, կհոգնեմ, հեծանիվը կթողնեմ փողոցի անկյունում, կնստեմ խոտերին, հիշողությանս մեջ էլի կարտասվեմ, որ գրկես ինձ, դուրս տանես, գնես կոնֆետ կամ պաղպաղակ։ Պատերազմը ավարտվել է վաղուց, ես դեռ սպասում եմ, ասում են բոլոր անհետ կորածները տուն են գալու մի օր։ Բացում եմ ձեր պահարանի դուռը, հորս կարոտն առնելու համար հագնում եմ նրա զինվորական հագուստը։ Վաղուց տատս գուլպաներ չի գործում տղերքի համար։ Կյանքը դուրս է եկել գետնափոր տնակներից։ Բեկորների հետքեր կան հագուստի վրա, վարոդի հոտ, պատերազմի փոշի,
Այն օրվա նման, երբ հայրս գրկեց ինձ, համբուրեց, գնաց։ Մանկությունս այդպես էլ չտեսավ խաղալիքներ։ Օրորոցում գլխավերևումս մշեցի տատիս հեքիաթներն էին ու նարեկյան ընթերցումները։ Ինչ իմանայի, որ ամեն երեկո քնելուց առաջ մորս շուրթերով հայրենիքներ ինձ համբուրում։ Նախ հայրս, հետո տատս, պապս, ես ու մայրս մնացինք։ Ի պատասխան ընկերներիս հորդորներին ինչու չեմ հեռանում երկրից, նրանց մեր տուն եմ բերում, բացում պահարանը, ցույց տալիս հորս հագուստը։